Հակակոռուպցիոն կոմիտեն փաստական տվյալներ է ձեռք բերել, որ Գյումրի ավագան ու արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների դաշինքի թեկնածու 71-ամյա կինը Գյումրիի 75-ամյա բնակչին խոստացել է ընտրակաշառք նշված դաշինքի օգտին քվեարկելու պայմանով ընտրողների հավաքագրելու համար։ Ըստ այդմ հիշյալ բնակիչը դիմել է իր շրջապատի ընտրելու իրավունք ունեցող մի շարք անձանց ընտրություններին մասնակցելու եւ այդ դաշինքի օգտին քվեարկելու համար, ու այդ կապակցությամբ ձեռք բերած տվյալները փոխանցել ընտրակաշառք առաջարկած դաշինքի թեկնածուին։ Aziz, pedig հերոգ խոստին, հա, դուք լավ եք։ Լավ ենք, ինքան լավ ենք, որ առանց բռնել կերտանք կրենք։ Հնարավոր բացահայտումից զերծ մնալու համար նա խոսել է քողարկված ձևով ընտրողներին անվանելով դասարանցիներ, իսկ դասերի շբացակայել ասելով նկատի ունենալով ընտրություններին մասնակցել է։ Մեծ դասարանի երեխեքին դերտամ տեսնեմ այսօր, 1000։ Լավ։ Հասկացած, ով դասերի չբացակայեն։ Վայ, լավ։ Հասկացա։ Կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են Գյումրի քաղաքի մի շարք բնակիչների անձնական տվյալներ պարունակող ցուցակներ ձեռագիր նշումներով, այդ թվում բնակության հասցե, հեռախոսահամար, ընտրատեղամաս, իսկ հարցաքննված մի շարք անձինք իրենց ցուցմունքներով հաստատել են ընտրակաշառք տալու եւ ստանալու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի տեղեկությունները։ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով ձերբակալված այդ երկու անձանց մեղադրանքներ են առաջադրվել ընտրակաշառք տալու եւ ստանալու համար, ի թիվս այլնի հաշվի առնելով մեղադրյալների տարիքը եւ սեռը, վարույթ իրականացնող մարմինը դատարանին միջնորդել է կիրառել կալանավորմանն այլ ընտրանքային խափանման միջոցներ։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոցներ են կիրառվել վարչական հսկողությունը։ Դատարանը քննիչի միջնորդություններով մեղադրյալների նկատմամբ սահմանել է նաեւ արգելքներ առանց վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ բնակության վայրը չփոխելու, գիշերային ժամերին բնակության վայրը չլքելու, նաեւ որոշակի անձանց հետ չհաղորդակցվելու եւ որոշակի վայրեր չայցելելու վերաբերյալ։ Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է։ Վոլոդիա Մուշեղյան, լուրեր։